Բարև ձեզ, Վարշավայից իր աշխատանքն է շարունակում ՎՏ Հայաստան Նյուզը, տաղավարում աշխատում է Ռազմիկ Մարտիրոսյանը, այս թողարկմանը կներկայացնենք։ Trip Plus առևտրային հիմնադրամը ղեկավարող Սոկոլովը Երևանում է։ Ինչ սպասել Հայաստան-Եվրասիական տնտեսական միություն հարաբերությունների ուղղությամբ։ Ռուսական զորքերը բալիստիկ հրթիռներով հարձակվել են Կիևի վրա, 17 մարդ զոհվել է, եւս 44-ը վիրավորվել։ Trip Plus առևտրային հիմնադրամը ղեկավարող Սոկոլովը Երևանում է։ Նա ներկա է գտնվել արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ խաղաղության առաքելությունների հարցերով Միացյալ Նահանգների հատուկ բանագնացի ավագ խորհրդականի հանդիպմանը։ Կողմերն անդրադարձել են Trip ծրագրի կյանքի կոչման ուղղությամբ տարվող աշխատանքներին, երկուստեք ընդգծվել է գետնի վրա հնարավոր սեղմ ժամկետներում ծրագրի իրականացման հարցում շահագրգռվածությունը։ Մտքեր են փոխանակվել միջազգային փոխադրումների եւ ենթակառուցվածքների համակարգում Հայաստանի առավելագույնս արդյունավետ ինտեգրման հեռանկարների շուրջ։ Կոնստանտին Սոկոլովի կողմից Trip Plus առևտրային հիմնադրամը ղեկավարելու տեղեկատվությունից կարճ ժամանակ անց պարզվեց, որ Թեղուտի հանքի նոր սեփականատերը հենց Սոկոլովին պատկանող ամերիկյան ընկերություն է։ Կոնստանտին Սոկոլովը նաև հայաստանյան կապի խոշոր օպերատորներից Viva Armenia-ի համասեփականատերն է։ Երևանում կայացել է ԱՆԻ-ի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը։ Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են շարունակել ԱՆԻ-ի պատմական կամրջի համատեղ վերականգնման մասին 2026 թվականի մայիսի 4-ին Երևանում ստորագրված արձանագրության շուտափույթ իրականացման ուղղված ջանքերը։ Վարչապետի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն ՊՕԱԿ-ի միջազգային հարաբերությունների ուսումնասիրության ծառայության ղեկավար վրացագետ Ջոնի Մելիքյանի հետ կզրուցենք Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների, մեդիայի եւ ուղեղային կենտրոնների համաժողովին մասնակցության եւ Հայաստան-Վրաստան հարաբերություններում առկա իրավիճակի մասին։ Իմ կարծիքով այն ինչ հայտարարվել է պաշտոնապես Հայաստանի կողմից, ես նկատի ունեմ դիվերսիֆիկացման արտաքին քաղաքականությունը, բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությունը ինքը պիտի որ նախատեսի բոլոր ուղղություններով, բոլոր հարթակներով մեր համագործակցությունը ակտիվ մեր շահերից ելնելով եւ ուստի մեր տարբեր համագործակցություններում սկսած Ռուսաստանից մինչեւ ԱՄՆ մենք պիտի հստակ մեր կարմիր գծերը նախանշենք եւ լինելով պարզունակ քաղաքականություն վարելով, ցույց տալով, որ մենք վարում ենք այս ամենը մեր ազգային շահերից ելնելով, համագործակցել բոլոր խաղացողների հետ։ Պարզ է, որ տեսականորեն հեշտ է ասել, կիրառական այսօր ավելի դժվար է, քանի որ մենք տեսնում ենք, որ աշխարհաքաղաքական process-ները բավականին բարդ են, Ռուսաստան արևմուտք, ԱՄՆ Չինաստան եւ այստեղ պայթունավտանգ իրավիճակ մեր տարածաշրջանի շուրջ, կենտրոնական Ասիայի շուրջ, Մեծավոր Արևելքում ուստի բավականին բարդ է եւ տարբեր խաղացողներ փորձում են մեզ իրենց շահերից ելնելով ուղղություն տան կամ փորձեն մեզ օգտագործեն իրենց հակառակորդի դեմ, ուստի այստեղ արդեն իմ կարծիքով այս ամենը եղել է միշտ, լինելու է, կա եւ լինելու է, ուստի մեր դիվանագիտության հմտություններից է կամ իրենց հենց գործն է, որ մինիմիզացնեն այն ռիսկերը հնարավոր եւ փորձեն այդ բազմաշերտ, բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը վարելով կարողանանք տարբեր կենտրոններից, համագործակցություններից, տարբեր կառույցների հետ համագործակցություններից քաղենք այն ամենը, ինչ հարկավոր է մեր համար, մեր ազգային շահերի համար եւ դրանից ելնելով մենք ապահովենք մեր անվտանգությունը, ուստի նաեւ Շանխայ համագործակցության կազմակերպությունում կան այնպիսի երկրներ, որոնք կարևոր են մեր համար, նախ տնտեսականից սկսենք այն բոլոր տնտեսական պատժամիջոցների ֆոնին, որոնք կան այսօր Ռուսաստանի կողմից, միևնույն է ռուսական շուկան կարևոր է, որպես տնտեսական գործընկեր կարևոր երկիր է, չեմ խոսում Հնդկաստանի մասին, այսպիսի ահռելի մեծ խաղացողի, ում հետ հարաբերությունները մենք ի վերջո պիտի դուրս բերենք նոր ռազմավարական մակարդակի, Չինաստանն է, կենտրոնական ասիական պետություններն են, որոնց հետ մենք առաջին հերթին, այսպես ասեմ, Ղազախստանի հետ, որ նաև ՀԱՊԿ-ից եւ ԵԱՏՄ-ից դուրս ունենք առանձին
ուրույն մեր օրակարգը, ակտիվ համագործակցությունը եւ Տոկաևը առաջիններից էր, թե պարլամենտական ընտրությունների արդյունքում զանգ շնորհավորելու, թե արդեն նորանշանակումներից հետո վարչապետին նոր վերանշանակումից հետո պաշտոնում, ուստի այստեղ իմ կարծիքով հարցը ոնց համատեղելու տեղը պիտի ասենք ինչ ենք անելու, որ այս ամենը խնդիր չառաջանա։ Ձեր նշած երկրների ցանկում հիմնականում ԵԱՏՄ անդամ երկրներն էին, իսկ ԵԱՏՄ-ի եւ Հայաստանի հարաբերություններում վերջին շրջանում լարվածություն կա։ Ավելին, ԵԱՏՄ անդամ 4 երկրների ղեկավարների հայտարարության մեջ Հայաստանին առաջարկվում էր հանրաքվե անցկացնել, որի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը հայտնի է։ Հաշվի առնելով, որ առաջիկայում էլ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է ԵԱՏՄ միջկառավարական նիստին, ինչ սպասել այս ուղղությամբ։ Մեր լրատվական դաշտում մի քիչ այլ ձևով է, շեշտը դրվում։ Այդ երկրների ղեկավարների մակարդակով, երբ որ հանրաքվեի հարցն է բարձրացվել, ինքը ԵՄ-ին չի վերաբերվում, միայն, այսպես ասենք։ Ինքը նրա մասին է, որ Հայաստանը պատրաստվում է մնալ ԵԱՏՄ-ում, թե ոչ, թե ընտրում է ԵՄ-ն, ուստի ԵՄ-ն այդտեղ 50%-ն է հարցի։ Իրենք ուզում են հասկանան, Հայաստանը ուզում է մնա ԵԱՏՄ-ում, թե ուզում է գնա ԵՄ, բայց ոնց որ ինչքանով ես եմ տեսնում, մեր դաշտում մնում է ԵՄ-ի մասը, բայց ԵԱՏՄ-ը անտեսվում է, ուստի հասկանալի է իմ մասով, ասենք որպես փորձագետ, ես տեսնում եմ, որ կա մտահոգություն, են մարդիկ բարձրացրել են այս հարցը, բայց մյուս կողմից նույն Տոկաևի օրինակը։ Մարդը 2 անգամ շնորհավորել է Հայաստանի ղեկավարին, որևէ հարց չի դնում, լեգիտիմության եւ այլն, ուստի այստեղ իմ կարծիքով ես արդեն ասել եմ, դիվանագիտության տիրույթն է, պետք է նստել, խոսել, քննարկել եւ գործընկերների հետ գալ ինչ-որ մի ընդհանուրի, քանի որ տնտեսապես մեր դիվերսիֆիկացիան երկար տարիներ կարող է դրան պահանջվի եւ դրա համար մենք չենք խոսում միայն եվրոպական շուկայի մասին, Մեծավոր Արևելյան, այլ երկրների ուղղությամբ պետք է բոլոր ուղղություններով աշխատել, նաև մեր ապրանքների մակարդակի բարձրացում ապահովել, միևնույն է, եթե մենք նաև թիրախավորում ենք եվրոպական շուկան, պետք է այնպիսի մակարդակի գյուղմթերք եւ արտադրություն մենք ունենանք, որը որևէ խնդիր չունենա Եվրոպայում։ Եթե չունենա Եվրոպայում, պարզ է, որ ավելի դժվար կլինի նույն ռուսական շուկայում այդ ապրանքները թույլ չտալու, ներմուծելու եւ այլն։ Ուստի այստեղ շատ փոխկապակցված են այս բոլոր հարցերը, բայց մյուս կողմից թե ԵԱՏՄ-ի հարթակը իմ կարծիքով Երևանը շարունակելու է օգտագործել ի տարբերություն ՀԱՊԿ-ի, այսպես ասենք։ Եվ այստեղ նաև այլ խաղացողներ կան։ Ուզբեկիստանը իր աճող տնտեսությամբ եւ բնակչության եւ ԱՄՆ-ի հետաքրքրությունը նաև այս տարածաշրջանում մեծ հենց Ղազախստան եւ Ուզբեկիստանն են։ Ուրիշ հարց է, որ ապագայում միգուցե ԱՄՆ-ն որոշի, որ Միջին Միջանցքը պիտի Չինաստանին զրկի Միջին Միջանցքի հնարավորություններից լոգիստիկ առումով եւ այլն, եւ մենք բոլորս, մենակ մեր գլխացավանքը չպիտի լինի, ասենք առաջին հերթին հենց Միջին Միջանց ձևավորող պետությունների, Կենտրոնական Ասիայից մինչև Թուրքիա, ուստի շատ բարդ իրավիճակ է եւ իմ կարծիքով այստեղ հենց այսպիսի բազմակողմ կառույցների նաեւ կարեւորությունը նրանում է, որ մենք հասկանալով, որ կան ընդհանուր սպառնալիքներ, ընդհանուր ռիսկեր, ապագայում չդառնալու այս մեծ խաղացողների, գլոբալ խաղացողների, տերությունների խաղի մասը փորձենք միավորվենք, մեր տարածաշրջանի երկրները, Կենտրոնական Ասիայի երկրները եւ այլ խաղացողներ, որ կարողանանք այդ բոլոր մի քանի խոշորագույն խաղացողներին ցույց տանք, որ ոչ մենք թույլ չենք տա, որ ձեր մեծ պատերազմում կամ ձեր այդ կոնֆլիկտում մենք խաղակարգ լինենք կամ մեր տարածքը կամ մեր շահերը օգտագործվեն մեկը մյուսի դեմ։ Ռուսական սահմանափակումների ֆոնին հրապարակումներ եղան, թե Վրաստանն էլ իր տարածքում է որոշակի խնդիրներ ստեղծում հայկական արտադրանքի տարանցման համար, այս առումով ինչ տեղեկություններ դուք ունեք։ Մենք պիտի նաև նկատի ունենենք այն փաստը, որ
երբ որ քանակը բեռերի ավելանում է, ռեսուրսները եւս սահմանափակ են, նույն տուրիստների մասով, զբոսաշրջիկները շատացել են, վրացական անցակետերում բավականին լուրջ խնդիրներ էին առաջանում, հերթեր էին առաջանում, նույնիսկ կարիք եղավ դիվանագիտական լծակներով այս հարցի բարձրացումը, այցեր եղան, սահմանապահ զորքերի հրամանատար այցելեց իր գործընկերներին Վրաստանում եւ ինչ որ չափով մենք տեսնում ենք, որ արդեն ոնց որ նոր պատուհաններ են բացվում, նոր կարողություններ են ի հայտ գալի, ոստի նույնն էլ բեռնափոխադրումների մասով է։ Ի վերջո, այն բոլոր ապաշրջափակումների ֆոնին կան բեռներ, կան ուղղություններ, որոնք հայկական բեռնատարներն են անում, որոնք այլընտրանք դեռևս չունեն, Լարսին։ Ոստի Լարսով ոչ միայն հայկական բեռներն են գնում, նաև այլ առաջին հերթին հենց վրացական, թուրքական, ոստի բավականին սահմանափակ ռեսուրսների ֆոնին նաև Լարսում ինքնուրույն առաջացող խնդիրներ եւս կան, ուստի նաև աշխատանքը ամենօրյա ռեժիմով տեսանելի է, Երևանի եւ Թբիլիսի միջև եւ իմ կարծիքով քաղաքական որևէ հարց պիտի որ չլինի, ուստի այստեղ աշխատանքային կարգով, եթե ինչ որ հարց է լինում, պետք է բարձրաձայնվի, չգիտեմ, հասարակական մակարդակով, ինչը հասնում է տեղ եւ պետական գերատեսչությունները արդեն որպես արձագանք փորձում են այդ հարցերը բարձրացնել եւ մենք տեսնում ենք, փորձը ցույց է տալի, որ այցերի տարբեր զանգերի կամ հանդիպումների արդյունքում այդ խոչընդոտները վերանում են։ Այս գիշեր ռուսական զորքերը բալիստիկ հրթիռներով հարձակվել են Կիևի եւ Կիևի մարզի վրա։ Ուկրաինան, որը հակաօդային պաշտպանության միջոցների պակաս ունի, չի կարողացել խոցել արձակված 28 հրթիռներից եւ ոչ մեկը։ 17 մարդ զոհվել է, եւս 44-ը վիրավորվել։ Կիևի քաղաքապետի խոսքով քաղաքում ամոնիակի արտահոսք է տեղի ունեցել։ Իսկ թե ինչպես է Կիևն անցկացրել այս գիշերը, կպատմի մեր թղթակից Դմիտրի Չիստյակովը։ Մենք հիմա Կիևի արդյունաբերական թաղամասերից մեկում ենք, թեև դժվար է այն միայն արդյունաբերական անվանել։ Այստեղ հարևանությամբ նաև բնակելի շենքեր կան։ Սա պահեստային կենտրոններից մեկն է, որտեղ պարզապես սննդամթերք էր պահվում։ Այստեղից սնունդ, ջուր եւ այլ անհրաժեշտ ապրանքներ էին հասցնում Կիևի սուպերմարկետներ։ Ռուսական ուժերը հարվածել են հենց այս վայրին, եւ հիմա այստեղ աշխատանքները շարունակվում են։ Հրդեհը դեռ մարում են։ Այն մշուշը, որ տեսնում եք իմ շուրջը, մառախուղ չէ, այլ ծխացող հրդեհի հետևանքը։ Ընդ որում հրդեհի ծուխը միայն այստեղից չէ, որ երևում է։ Մայրաքաղաքի բազմաթիվ թաղամասերում այսօր դարձյալ ամենազանգվածային եւ ամենաարագ հարվածներից մեկն էր։ Եկեք պարզապես տեսնենք, թե ինչ է կատարվել Կիևում գիշերը։ Հիմնական հարվածները հասցվել են նմանատիպ պահեստներին, ընդ որում ոչ միայն սննդամթերքի։ Թիրախում է հայտնվել նաեւ Նովոյա Պոչտան։ Սա Ուկրաինայում եւ Եվրոպայում ծանրոցների փոխադրմամբ զբաղվող խոշորագույն ընկերություններից մեկն է։ Վնասվել է նաև Էպիցենտր խանութը։ Ռուսական հարվածի թիրախում են հայտնվել ցեմենտի սալիկներն ու պաստառները։ Ցավոք կան զոհեր, դրանք անդրադառնամ քիչ ավելի ուշ։ Հարվածներ են հասցվել նաև պահեստներից մեկին, որտեղ ամոնիակ էր պահվում։ Այդ պատճառով գիշերը Կիևում հրթիռային վտանգից զատ առկա էր նաև թունավորման սպառնալիք։ Տեղական իշխանությունները բոլորին հորդորում էին փակել պատուհանները։ Ընդհանուր առմամբ կիևցիների համար այս գիշերն անչափ ծանր է անցել։ Լուրջ վնասներ է կրել նաև Կիևի մարզը։ Միանգամից մի քանի շրջաններում այրվում էին պահեստներ, կոմերցիոն տարածքներ, գրասենյակներ։ Հարվածներ հասցվեցին բնականաբար նաև բնակելի շենքերին։ Ոչ բոլոր ոստիկաններին է ուղղված եղել այդ արտահայտությունը, այլ կոնկրետ իրեն հարվածած ոստիկանին։ Պատգամավոր Լևոն Քոչարյանն է ասել, անդրադառնալով իրեն բերման ենթարկելու միջադեպին եւ դատարանում արած իր հայտարարությանը։ Պատտվում է, այսպես պատկերացրու գլուխը տեսպես այդտեղ մտցնում են մեքենա, ուսան զգում ես մեկը պատտվում սկսում է ոչ մի բառ, ոչ մի խոսակցություն, պատկերացնում իմ զարմանքը։ Իր հետ ոչ մի բառ չեմ խոսացել, չի հասցնի նույնիսկ խոսել։ Ու ըստ երևույթի ամեն ինչ սկսել է իմ դեպքի մասով այդ տղա է, որովհետև իմ զայրույթը հետո մեքենայի մեջ երբ որ կադրերը կա, երբ որ ես այդ բառը օգտագործում եմ, ուղղված է եղել այդ տղայի գործողություններին, որովհետև այդ պահին չգիտեմ, այդ վիճակում երևի թե ինչ որ վիրավորելու, իմ զայրույթը ցույց տալու ամենից հարմար բառը դա եմ գտել։ Հիմա չգիտեմ ինչքանով է դա ճիշտ, ինչքանով է սխալ, բայց ամեն դեպքում ոստիկանը երբ որ մտցնում են մեքենա, հաղորդը պատտում սկսում է հարվածել, համաձայնեք կանել հաճելի բան չի։ Պարզեցված ընթացակարգ, թե նոր մարտահրավեր, ինչ խնդիրներ կարող են առաջանալ որոշ տեսակի խառը պայմանագրերը առանց նոտարական վավերացման կնքելու դեպքում։ Թեմային անդրադարձել է Քրիստինե Ոսկանյանը։
Շուտով Հայաստանում բնակարան գնելը կամ վաճառելը կարող է դառնալ ավելի արագ եւ պարզ։ Պատկերացրեք, բնակարան եք գնում հիպոթեկով, որը շխարը պայմանագրեր կնքվում են առանց նոտարական վավերացման, առանց նոտարի գրասենյակ այցելելու։ Փաստաթղթերը ստորագրվում են առցանց, գործարքը հաստատվում է էլեկտրոնային եղանակով եւ ամբողջ գործընթացը զգալիորեն կրճատվում է։ Վերջերս կադաստրի կոմիտեն կառավարության հաստատմանն է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է հիպոթեկով վարկերը ձևակերպել առցանց եղանակով։ Էլեկտրոնային համակարգում կադաստրի կոմիտեի կինտեգրվի այս ձևանմուշը եւ թույլ կտա, որպիսի հիպոթեկային վարկի արկայության պարագայում հեռահար գնորդը, վաճառողը եւ բանկը էլեկտրոնային համակարգի մեջ կնքեն վավերացնեն այն պայմանագիրը, որը հիմք կդառնա իրավունքի պետական գրանցման համար եւ սեփականատիրոջից, այսինքն կառուցապատողից սեփականության իրավունքը կփոխանցի հիպոթեկային վարկավորմամբ ձեռք բերողին, ով որ կարող է այս պայմանագիրը վավերացնել թե Հայաստանում, թե Հայաստանի սահմաններից դուրս։ Անշարժ գույքի գործակալություններից մեկի ղեկավարը նախագիծը ոլորտի լավագույն բարեփոխումներից մեկն է համարում։ Նրա գնահատմամբ այն կնպաստի գործարքների թվի աճին եւ անշարժ գույքի առքովաճառքի գործընթացը կդարձնի ավելի արագ ու մատչելի։ Շատ լավ լուծում է եւ սա նաեւ նպաստելու է գործարքների քանակի աճին, մասնավորապես օտարերկրյա ուղղակի ներդրումների տեսքով, որը որ շատ մեծ կարևոր ազդեցություն կարող ունենա Հայաստանի վրա։ Որովհետեւ եթե մեր հայրենակիցը օրինակ ԱՄՆ-ում էր գտնվում եւ ինքը պետք է լիազորագիր ուղարկեր ինչ-որ մեկին կամ ինքը գար ֆիզիկապես բնակարան գնելու համար, ինքը կարա օնլայն այսօր մտնի, օրինակ կառուցապատողից բնակարան գնի։ Սակայն նույն ողջավորվածությունը չունեն հատկապես այն քաղաքացիները, ովքեր արդեն տուժել են։ Մեծ այդ զրույցում մի քաղաքացի նշեց, որ չի վստահում էլեկտրոնային եղանակով վարկի ձևակերպմանը։ Թեև նախկին գործարքը էլեկտրոնային չի եղել, բայց այդ դեպքից հետո կարծում է, որ նոտարի առկայությունը պարտադիր է։ Մի քանի տարի առաջ մենք փորձեցինք բնակարան գնել, վճարել ենք ամբողջական գումարը, անձամբ տեսել ենք բնակարանը, ամեն ինչ համապատասխանում էր մեր սպասումներին ու մեզ վստահեցրեցին, որ գործարքը հաջողությամբ կատարված է։ Բայց երբ եկավ բնակարանը մեր անունով ձևակերպելու ժամանակը, պարզվեց, որ մեր գործարքը նոտարական համակարգով ստորագրված չի եղել։ Արդյունքում բնակարանը փոխանցվեց այն բնակչին, ով նոտարով ստորագրել էր։ Հենց այդ ցավալի պատճառով էլ զգուշությամբ են վերաբերվում ամեն էլեկտրոնային ստորագրության իրականացվող բոլոր գործարքներին։ Առանց նոտարի կնքվող գործարքների հնարավոր ռիսկերի մասին իր տեսակետը հայտնեց նաև իրավաբանը։ Ես չէի ասի, որ հիմնական ռիսկը նոտարի բացակայությունն է։ Եթե օրենքն ընդունում է այլընտրանքային ընդհանցակարգ, ապա դրա նպատակն է ապահովել համարժեք իրավական երաշխիքներ։ Հարցն այն է, թե արդյոք էլեկտրոնային համակարգը գործնականում կկարողանա նույն արդյունավետությամբ ապահովել անձի նույնականացումը, կամքի ազատ արտահայտումը, տվյալների պաշտպանությունը եւ գործարքի անվտանգությունը։ Եթե այդ երաշխիքները գործնականում լիարժեք ապահովվեն, նոտարի բացակայությունն ինքնին չպետք է հանգեցնի լրացուցիչ իրավական ռիսկերի։ Իսկ եթե առաջանան խնդիրներ, դրանք կարող են դառնալ իրավական վեճերի պատճառ։ Արագություն, հարմարավետություն եւ ժամանակի խնայողություն։ Սրանք են նախագծի կողմնակիցների հիմնական փաստարկները։ Իսկ մտահոգվողների համար կարևոր է անվտանգությունն ու վերահսկողությունը։ Մասնագետները կիսում են այդ անհանգստությունը եւ վստահեցնում, որ անշարժ գույքի գործարքներում ամենակարևոր արժեքը շարունակելու է մնալ վստահությունը։ Քրիստինե Ոսկանյան, ՎՏ Հայաստան News։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Հետևեք մեզ ՎՏ Հայաստան News-ի Facebook-յան եւ YouTube-յան հարթակներում, որպեսզի բաց չթողնեք օրվա կարևոր նորությունները։